Գյումրու Ալեքմանուկյան փողոցի այսպես կոչված 50-ամյակի կամուրջն է Ձորի մայլի վրա։ Կառուցման օրվանից չի հիմնանորոգվել, հիմնականում կոսմետիկ նորոգումներ են եղել։ Պարբերական ահազանգեր են լինում վարորդներից եւ թաղի բնակիչներից, որ սա փորձանքի բուն է։ Մենք չենք սպասելու, որ փորձանքը տեղի ունենա, ինչ-որ փլզում լինի, որից հետո սկսենք զբաղվել կամրջով։ Եվրատաշինքը խոստանում է, որ ընտրվելու դեպքում անպայման հետազոտելու է կամրջի իրավիճակը եւ հիմնանորոգելու է այն։ Հարգելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին անպայման մասնակցեք Գյումրու ավական ու արտահերթ ընտրություններին եւ ձեր քվեն տվեք Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Մենք մեր խոսքի տերն ենք։ Լավագույնը մեր քաղաքի համար ենք անելու։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դատախազությունը Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից պահանջում է Աբովյան փողոցում գտնվող մեկ բնակարանի եւ Միացյալ Նահանգների առանձնատան գումարը ընդհանուր 4 միլիոն 400 հազար դրամ արժեքով։ Մարտի 18-ին ոստիկանության արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ավրորա սննդի կետում ամուսինների միջև կռիվ է եւ ծեծում են նաեւ պահակին։ Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Սուրենը հայտնել է, որ նույն օրը ժամը 1:20-ի սահմաններում իրենց սննդի կետում պահակի համար նախատեսված սենյակում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Անդրանիկը, 45-ամյա Նվերը եւ 43-ամյա Վալերին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։ Վիճաբանության մասնակիցները ներկայացվել են բաժին։ Մարտի 20-ին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի բնակավայրով անցնող երկաթգծի վրա գնացքը հարվածել է քաղաքացուն, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Հովիկն է։ Մարտի 16-ին ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ համայնքի շախմատի տան մոտ մի երեխա ցանկանում է իրեն նետել գետը։ Պարզվել է, որ կամրջից ցանկացել է իրեն գետը նետել Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա տղան, ում ոտքից այդ պահին կարողացել է բռնել ու հետ քաշել նրա ընկերը Տավուշի մարզի բնակիչ 15-ամյա տղան։ Մարտի 18-ին ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ 2.5-ամյա ՀՀ-ին, 1.5-ամյա ԼՀ-ին եւ 1.5-ամյա ՄՀ-ին։ Ոստիկաններին երեխաների մայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 17:50-ի սահմաններում տան խոհանոցում որդին ՀՀ-ն պատահաբար ձեռքով քաշել է գազօջախի վրա դրված տաքացող ճաշի կաթսան, որը շրջվելով լցվել է վերջինիս եւ նրա եղբայրների վրա։ Մարտի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ բուժօգնությանը տեղափոխվել ընտանիքի 6 անդամ։ Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Հայկանուշը, 34-ամյա Նարինեն, 36-ամյա Մարինեն, 5-ամյա Սզն, 3-ամյա Դզն եւ 45-ամյա Մարտիրոսը, ովքեր նշված թունավորումը ստացել են Շմոլ գազի արտահոսքից։ Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ծառայողները մարտի 18-ին խոզարկության են ենթարկել դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ ԿՄ-ին։ Նրա մոտից հայտնաբերել են 3 բջջային հեռախոս իրենց բաժանորդային քարտերով եւ Wi-Fi սարք, որոնք նա թաքցրել է գոտկատեղում։ Մարտի 19-ին Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարությունն իր վարած Volkswagen ID6 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Մարտի 19-ին Արթիկի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազի վարած հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված Toyota մակնիշի շտապօգնության ավտոմեքենան եւ 37-ամյա Վահանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Հայկազը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Քրիստինեն տեղափոխվել են հիվանդանոց։ Opel-ը հայտնվել է կանաչ գոտում, մնալով ավտոմեքենայի եւ բետոնեսյան արանքում։ Մարտի 19-ին Mercedes GLE մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց մոտ 100 մետր ապառաշ քարերին բախվելով մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում քարերի վրա։ Վթարի հետևանքով վարորդի եւ ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։ Մարտի 20-ին 911 ծառայությունը ահազանգ է ստացվել, որ երասբնակավայրում երկաթգծի կայարանի շարժակազմում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան, հրշեջ փրկարարները մարել են կրակը։ Այրվել է մեկ ուսիչ շերտերից մոտ 10 քառակուսի մետր հատված։
Փետրվարի 24-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը եւ օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում։ Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկողում նույն զանգվածով լցված պոլիէթիլենային 2 փաթեթ։ Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձամբ օգտագործելու համար։ Տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Մարտի 3-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, ըստ որի Մերձավան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը նույնպես տանը եւ օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ նրա տանեկից մառանում հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված մանրացված մոտ 103 գրամ դեղնականաչավուն զանգվածով ապակյա տարա, նույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ, նաեւ առաստաղից կախված կանեփանման ջուղեր մոտ 550 գրամ քաշով։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մոտ 795 գրամ կանեփանման չորացված զանգվածներ։ Քննիչի որոշմամբ տղամարդը ձերբակալվել է։ Նմանատիպ հաջորդ տեղեկությունը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մարտի 5-ին։ Այս դեպքում եւս նախաձեռնվեց քրեական վարույթ եւ իրավապահները մեկնեցին Մրգաշատ գյուղ։ Այստեղի բնակիչ 40-ամյա տղամարդու բնակության վայրում կատարված զննությամբ խորհրդանոցում հայտնաբերվեց կոշիկի, հեռախոսի եւ ծխախոտի մեկական տուփ, լցված կանեփանման 4 զանգվածներով, նաեւ նույն պարունակության պարկ։ Հայտնաբերվածի ընդհանուր քաշը կազմեց մոտ 260 գրամ։ Տանտերը նաեւ ներկայացրեց թմրամիջոցի նմանվող հետքերով ծխամորճ ու 4 կաթուցիչ եւ հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփն ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձնական օգտագործման համար։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Մարտի 6-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մեկ այլ հավաստի տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ ունի կրիստալ, որը դրված էր հյուրասենյակի սեղանին։ Ըստ տանտիրոջ կրիստալն իրենն է ձեռքի բերել Telegram ալիքի միջոցով անձնական օգտագործման համար։ Մարտի 9-ին ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի քրեական հետախույզները համագործակցեցին համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Առավոտյան ժամը 6:10-ին Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում ենթադրյալ հանցանք կատարած լինելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արմավիր քաղաքի բնակիչ 19-ամյա եւ Արարատի բնակիչ 18-ամյա երիտասարդների եւ վերջինիս վարած Opel Magnish մեքենայով հանդերձ տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն։ 19-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փայլատի թեղի փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ նաև կրիստալի նմանվող բյուրեղանման զանգված։ Ըստ երիտասարդի հայտնաբերվածները թմրանյութ են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում շարունակելով համատեղ միջոցառումները քրեական եւ համայնքային ոստիկանները պարզեցին, որ հիշյալ թմրամիջոցները երիտասարդներին տվել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ։ Մարտի 11-ին կատարված զննությամբ դեղնականաչավուն կանեփանման զանգված հայտնաբերվեց նաև Opel Magnish մեքենայում, որը ըստ նախնական տվյալի նույնպես պատկանում էր 19-ամյա արմավիրցուն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 19-ից 20-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որոնցից 3-ը նախկինում կատարված։ Մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 53, հոգեկան ներգործության 9, մարմնական վնասվածք պատճառելու թմրանյութի հայտնաբերման, իրացման 6-ական, խարդախության 5, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության 4-ական, վստահված գույքի հափշտակման, զենքզինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու 3-ական, փաստաթղթի կեղծիքի 2, խոշտանգման, կողոպուտի, բնակարանային գողության, դատական ակտը չկատարելու, փողերի լվացման, սառը զենքի հայտնաբերման, անառակաբարո արարք կատարելու, կանխամտածված սնանկության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու եւ ինքնավնասման մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող կամավոր ներկայացել 3-ը։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, 3 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։